Ժամանակը աշխատում է նրա օգտին, ով կարողանում է այդ ժամանակը իր օգտին աշխատեցնել։ Մենք ցավոք երկար տասնամյակներ հույսներս դրած միջազգային կոնսենսուսի վրա չարեցինք այն ամեն ինչը, ինչ որ պետք է արվեր 94 թվականից հետո։ Սա ցավալի է եւ ես մի քիչ պատմաբանի հայացքով որ հետ եմ նայում։ Ցավոք 94-2018 թվականների միջակայքում շատ բան կարող էր արվել եւ չարվեց եւ դրա դարապտուղները մենք քաղեցինք 2020 թվականին իր հերթին, սակայն եւ ես սա բազմիցս եմ ասել 2018-20 թվականի միջակայքում արդեն նորընտիր եւ ներկա իշխանությունները իրենք արեցին իմ կարծիքով կոպիտ սխալներ, որոնք այդ չարվածը արդեն առարկայացրեցին կործանարար պատերազմի տեսքով։ Ցավալիորեն սա դեռ պատմաբանները շատ կգրեն այս մասին։ Այգի գիտեք, այս պահին այս ամեն ինչը կոնկրետ քաղաքական շատ նուրբ երանգներ ունի, մարդիկ կենացում աղխնդիրներ են լուծում, իշխանություն, ընդդիմություն եւ ամեն ինչ շատ էմոցիոնալ հարթակի վրա է եւ անչափ սուբյեկտիվ է։ Բայց երբ որ կանցնեն մարդիկ շահերը այլ թեև չեն լինի, պատմաբանները հստակ գնահատական կտան մի տիպիկ օրինակ բերեմ, օրինակ Ելցինյան էպոխան, ես հիշում եմ երիտասարդ էի 90-ականներին Ելցինին քծնում էին, գովում էին եւ այլ, բայց հիմա պատմությունը եւ Ելցինի էպոխային տվեց գնահատական, եւ Գորբաչովի էպոխային, եւ Բրեժնևի էպոխային, եւ արդեն չկան մարդիկ, որոնք ինչ որ սուբյեկտիվ շահից ելնելով ճշմարտությունը կսկսեն սխալ ներկայացնել։